չեք հասցրել գալ, բայց մեծ թվով ոստիկաններ են բերվել։ Դե բնական է, այս իշխանության հիմնական ուժը, պահող ուժը ոստիկանությունն է, ազգային անվտանգության ծառայությունն է, զարմանալի կլիներ, որ իրենք այստեղ չլինեին, իրենք անգամ եկեղեցի են գնում, զարմանալի կլիներ, որ իրենք այստեղ չլինեին, իմ ձեռքին կա ևս երկու պաստառ, ես հիմա սա բաժանեմ մեր ընկերներին և հիմա մոտենում են, մեզ հետ կան ընտանիքների մայրեր, հայրեր, քույրեր, երեք արձագանքել են և քիչ առաջ խոսեցինք, ասացին, որ իրենք ևս միանալու են այս ակցիային, հիմա մոտենան ես ձեզ խնդրում եմ եկեք այստեղ պաստառները բարձր պահեք, տեսեք, նախագահից հրապարակային ներողություն ենք խնդրում, սա իմ պաստառն է, այս սա իմն է, Դավոսում շնորհակալություն, իսկ Եռաբլուրում պատասխան ենք պահանջելու։ Սա այսպես խոսեցի, ես հիմա իմ ձեռքի պաստառները ևս… Խաչատուրյանը Եռաբլուրուր եկել էր դիպուկահարների ուղեկցությամբ։ Ես հիմա հարգելի և սիրելի լրատվամիջոցներ, նախ էլի ձեզ շատ շնորհակալ եմ, տեսեք անձրև է, որ դուք այստեղ եք, որովհետև հումանիտար հարցերը պաշտոն, խիղճ ու մասնագիտություն չեն ճանաչում։ Համահայկական ճակատշարժման և կուսակցության համար գերիների, անհետ կորածների 120,000 բռնի տեղահանված արցախցիների խնդիրը չի կարող շնորհակալության առարկա լինել Իլհամ Ալիևին։ Հիմա օրեր առաջ այս կառույցի, ես այս կառույցի անունը դրել եմ պարազիտ կառույց, այս կառույցի ղեկավարը Դավոսում շնորհակալություն հայտնեց Ալիևին երկու նախադասության մեջ մի քանի անգամ և ոչ մեկ անգամ։ Երբ որ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնում, հիմա հարց եմ ուղղում ձեզ, Վահագն Խաչատուրյան, քանի անգամ եք ձերես շքեղ կեցավայրում ընդունել օր ու գիշերը կորցրած հարյուրավոր անհետ կորածների ընտանիքների մայրերին, քույրերին, երեխաներին, քանի անգամ եք մտել զոհված, պատերազմում զոհեր տված ընտանիքների տուն ու հարցրել ինչպես եք ապրում եք թե չեք ապրում, քանի անգամ եք 120,000 արցախցուց ընդունել ձեր այս շքեղ կեցավայր, ցույց տվել, որ դուք բոլորիս հարկերի հաշվին այսօր այս շքեղ կյանքն եք վայելում ու գնում եք Դավոս, շնորհակալություն եք հայտնում Ալիևին։ Սա նորից եմ ասում, քաղաքական ակցիա է և այստեղ ատելության խոսք չկա, կա արժանապատվության խոսք։ Վահագն Խաչատուրյանը իր այս հայտարարությամբ վիրավորել է 120,000 բռնի իրենց տուն ու տեղը թողած գաղթված արցախցիներին, վիրավորել է հազարավոր զոհված զինվորների մայրերին, քույրերին, սիրած աղջիկներին, երեխաներին, վիրավորել է մեր գերիների ընտանիքներին, վիրավորել է հարյուրավոր անհետ կորածների ընտանիքներին։ Վահագն Խաչատուրյանը երբեք էլ չի իմանա ինչ է նշանակում անհետ կորած։ Դու երբևէ նայել ես Տիկին Նարինեի աչքերի մեջ, դու երբևէ լսել ես Տիկին Արմինեին ոնց էր խոսում ու արցունքները հոսում, դու նայել ես Ազատի դեմքին, որ կնճիռները իր տարիքից շատ են։ Դուք տեսել եք այդ մարդկանց։ Կներեք, ես էլ եմ հուզում, որովհետև ես ինքս այդ մարդկանց հետ իրենց ցավը նաև կիսողն ու կրողն եմ եղել։ Հիմա ես եկել եմ այստեղ ու ասում եմ,
այդ մարդկանց անունից, նաև սիրելի լրագրողներ, ձեր անունից, որովհետև եթե դուք այստեղ եք, դուք եք արժանապատվորեն վիրավորված, արժանապատիվ բոլոր հայերի անունից եմ այստեղ, Սփյուռքում թե Հայաստանում ապրող, բոլորի անունից ենք այստեղ և եկել ենք այստեղ պահանջելու Վահագն Խաչատուրյան, ես պահանջում եմ այստեղ այս մարդկանցով, վերը նշված ընտանիքներով ու հայերով, պահանջում ենք ձեզանից հրապարակային ներողություն խնդրել ձեր շնորհակալության համար և ձեզ հրավիրում եմ եռաբլուր, մենք հիմա իրենց այստեղ նստածների միջոցով այդ ուղերձը կփոխանցենք իրեն, Վահագն Խաչատուրյան, ձեզ հրավիրում եմ հիմա եռաբլուր, առանց դիպուկահարների, առանց շքերթի, առանց դիմակահանդեսի, առանց Փաշինյանի անվտանգության այդ պահպանության ներքո ձեզ հրավիրում եմ հիմա եռաբլուր։ Եկեք տղավարի կանգնեք, նայեք այդ ծնողների աչքերի մեջ ու ասեք, թե դուք ինչ եք շնորհակալություն հայտնում Ալիևին։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը, երբ նոր էր գալիս իշխանությանը, ձեզ շատ լավ է բնութագրել, այդ թվում և իր թիմին է լավ բնութագրել, ներողություն։ Ես չգիտեմ Փաշինյանը որ իշխանության մասին էր ասում, բայց ասում էր, որտեղ օտարի կոշիկ են տեսնում, օտարի անձնագիր վազում ու լիզում են։ Հիմա դուք դարձել եք այդ օտարի կոշիկը լիզող։ Դուք հարցրել եք այդ ծնողներից, մենք ձեզ իրավազորություն տվել ենք, որ դուք գնացել եք ու այդ շնորհակալությունը հայտնել եք։ Դուք 11 թվականին ներողություն էիք խնդրում Թուրքիայից Ասալայի գործողությունների համար և ասում էիք, որ Հայաստանի ժողովուրդը այնքան սոցիալ-տնտեսական խնդիրներ ունի, որ անգամ հետ նայել չի կարողանա։ Հայաստանի ժողովուրդը միշտ է սոցիալ-տնտեսական խնդիրների մեջ է ապրել, շնորհիվ իշխանությունների, շնորհիվ քո նման իշխանությունների, բայց Հայաստանի ժողովուրդը արժանապատիվ է ի տարբերություն ձեզ։ Նորից եմ ասում, այստեղ չկա ատելության կոչ, բայց ձեր դիվանագիտությունը չպետք է լինի կոշիկ լիզելու դիվանագիտություն, չպետք է լինի ուրիշի անձնագիրը տեսնել ու ծնկաչոք իրենց առաջ խոնարհվելու դիվանագիտություն։ Այն եռաբլուրում պարկած տղաները դա ձեզ թույլ չեն տալիս, դա ձեզ թույլ չեն տալիս 120,000 արցախցիներ, ովքեր իրենց տներն են թողել։ Մենք մեկ շաբաթ առաջ էլի հարգելի լրատվամիջոցներ դուք էիք լուսաբանում։ Մարդիկ պատմում են, որ ադյալներով վերջին օրերին, ադյալներով են հուղարկավորել իրենց 33 տարեկան եղբորը Զավակին, այդ վերջին օրերին անգամ դագաղ չի եղել, այդ մարդիկ հիմա ուզում են բերեն իրենց շիրիմները այստեղ քրիստոնյային վայել խնկարկում իրականացնեն։ Դուք այս մարդկանց ցավի հետ ընդհանրապես առնչվել եք։ Հիմա դիմում եմ քեզ, հազարավոր հարկատուների հաշվի սնվող և ըստ սահմանադրության պետության գլուխ հանդիսացող Վահագն Խաչատուրյան, դու պարտավոր ես ներողություն խնդրել հրապարակային, բոլոր զոհված ընտանիքների մայրերին, քույրերին, եղբայրներին, սիրած աղջիկներին։ Դու պարտավոր ես ներողություն խնդրել գերիների ընտանիքներին, հարյուրավոր անհետ կորածների ընտանիքներին, արժանապատիվ հայերին և ինչու՞ չէ մեր անհետ կորածների ընտանիքներին և մյուս բոլորին։ Ես հարցրեցի Նիկոլ Փաշինյանին, թե ինչու է Վահագն Խաչատուրյանը ներողություն խնդրել, նա արդարացնում էր և ինքն էլ որոշ հարցերում իր գոհունակությունն էր հայտնում։ Այո, գոհունակությունն էր հայտնում և ես դրա համար եմ ասում, որ Փաշինյանի այդ արտահայտությունը, որ օտարի կոշիկ տեսնում վազում են լիզելու, շատ լավ բնութագրում է օրավա իշխանությունների գործողություններին։ Այո, մենք տեսնում ենք, որ մեր հասարակության ցավը, մեր հասարակության խնդիրը այլևս իրենցը չէ։ Վահագն Խաչատուրյան, որպես պետական պաշտոնյա, դու ազատված չես խղճից, դու չէիր կարող գնալ, Նիկոլ Փաշինյան և ընդհանրապես ձեր թիմը, դուք չեք կարող գնալ այսօր այս ցավի, դեռ արյան հոտը գալիս է։ Եթե ձեզ թվում է դուք ձեր վարչաբենդով, ֆեստիվալով կամ երկրի հակառակ կողմով երկիրը կարողանում եք կառավարել, ոչ, դա ձեզ չի հաջողվելու։ Հիմա նաև մենք մեկ նամակ ենք բերել այստեղ,
Ինչու ես նշեցի, որ Վահագն Խաչատուրյանը երկրի գլուխն է։ Սա ըստ սահմանադրության։ Այսինքն ինքը պետք է պաշտպանի սահմանադրությունը։ Հիմա մենք տարբեր հարցերով նամակ ենք ուղարկել եւ եկեղեցու դեմ արշավը եւ իրենց իշխանության հակասահմանադրական բոլոր քայլերը նամակի բովանդակությունը կխնդրեմ Արսենը ներկայացնի նամակը կհանձնենք եւ կսպասենք Վահագն Խաչատուրյանի պատասխանին մենք սպասելու ենք իրեն ծնողներն էլ քիչ հետո մեզ կմոտենան տեսնենք հրավիրում ենք քեզ առանց դիպուկահարների առանց Փաշինյանի արի եռաբլուր Տեսնում ենք իրենք էլ են վախեցած, իրենք էլ են գնում այդ նույն ճանապարհով, այսուհետ բոլորի անարժանապատիվ, անթույլատրելի խոսքերի հետևից հավաքվելու են գնանք պահանջենք, գնալու ենք իրենց սուտ խոսքերի հետևից, դուք չեք կարող 8-րդ տարին է դուք թույլատրելիորեն մեզ կարողանում եք պատժել, մենք ձեզ ասում ենք, համահայկական ճակատն ու համանուն կուսակցությունը ամեն օր գալու են ձեր դռները, ձեզ չեն թողնելու, որ դուք խոսեք ու ձեր խոսքը հասնի Ալիևին, այստեղ էլ գաք հանգիստ վեր ընկնեք ու մեր հերոս հարկատուների փողերը լափեք, ձեզ թույլ չենք տալու։ Հիմա խնդրեմ թող Արսենը նամակի բովանդակությունը ասի եւ պատասխանեմ բոլոր հարցերին։